Պարոն Բագրատյան, երեկ վարչապետը հայտարարեց, որ հեծի պետականացման գործընթացը սկսելու համար արդեն ազգային ժողովում օրենքի նախագիծ է շրջանառվում։ Դուք տնտեսական հանձնաժողովի անդամ եք, ուզում եմ իմանալ ինչ նախագծի մասին էր խոսքը, որ падգամավորներն են կամ որ հանձնաժողովն է աշխատում այդ նախագծի վրա, ենթադրում եմ, որ ձեր հանձնաժողովը գուցե աշխատի, կարող եք ներկայացնել, ինչ տեղեկություն կա այդ վերաբերյալ։ Այս պահին մեր հանձնաժողովում նման նախագիծ չի շրջանառվում, հնարավոր է, որ դեռևս կառավարությունից ազգային ժողով չի ասել կամ գիտեք, որ քննարկումների փուլ է լինում նախնական քննարկում հետո նոր, այսինքն կառավարություն, հանձնաժողով, մինչև որ նախագիծը ստացվում է արդեն պատրաստ։ Այս պահին մեր բնականաբար տնտեսական հանձնաժողով պետք է քննի, իհարկե կարող է նաև պետաիրավական հանձնաժողով համատեղ քննեն կախված հարցի բովանդակությունից։ Բայց այս պահին երկու հանձնաժողովներում դեռ նախագիծ չկա։ Այս պահին մեր հանձնաժողովում նախագիծ չկա։ Պարոն Բագրատյան, կխնդրեի ներկայացնեիք, եթե քննարկումները կան, հանձնարարական արդեն ուղիղ հնչել է վարչապետի կողմից, կխնդրեի ներկայացնեիք այդ ինչ օրենսդրական լուծումներ պետք է ստեղծվեն, որ ամբողջությամբ օրինական, ինչպես վարչապետն էր պնդում, որ այդ process-ը լինելու է ամբողջությամբ օրինական, այդ process-ը իրականացվի։ Ինչ օրենսդրական լուծումներ են լինելու հեծը պետականացնելու գործընթացը։ Եթե դուք հիշում եք, 2 ամիս առաջ ազգային ժողովում 334 սենյակում քննարկումներ եղան նվիրված հեծի գործունեությանը եւ այդ աշխատանքի ընթացքում ուսումնասիրության ընթացքում բազմաթիվ թերություններ մատնանշվեց մեր գործընկերների կողմից, տնտեսագետների կողմից, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը ներկա հանձնաժողովի նախագահան նույնպես բազմաթիվ թերացումների մասին առնվազն համաձայնեց եւ եթե տեսեք ցանկացած ձեռնարկություն, եթե ստուգումների արդյունքում, համալիր ստուգման արդյունքում, հաշվետվությունների, ընդհանուր բալանսի, ծառայությունների որակի, այս ամենի հետ կապված ցանկացած պետություն կարող է որոշումներ ընդունել։ Ինչ օրենսդրական ինչ լուծումներ են լինելու։ Ես ուզում եմ դրա մասին։ Ես կարող եմ պրակտիկա ասել, որ նման դեպքերում որպես կան, օրինակ կարող են քաղաքացիները, որոնք այս հովարային անջատումներից եւ այլն տուժել են, կարող են հայցերով մտնել դատարան եւ այդ գումարի չափը լինի այնքան, որքան որ արժի օրինակ հեծի գինը։ Հետեւաբար այդ ժամանակ որպես կանոն շատ տնտեսվարողներ հրաժարվում են այլևս շարունակել, որովհետեւ կարծես թե այդ վճարումը շատ ավելին արժի, քան այն հիմնարկությունը, որը այս պահին իրենք տիրապետում են։ Բազմաթիվ են նման դեպքերը աշխարհում տարբեր երկրներում։ Կարող է հաշվարկի ընթացքում պարզվի, որ վարկային պորտֆելը այնքան մեծ է, որը սպասարկելու համար պայմանական ասած շատ երկար ժամանակ է պետք եւ որ վարկային պորտֆելը չի սպասարկել կոնկրետ տվյալ ձեռնարկությանը։ Այսինքն վարկային պորտֆել ունենալով վարկը նպատակային չի օգտագործվել։ Տարբեր վարկեր են ներգրավել, բայց նպատակային չեն օգտագործվել։ Այո, չէ, ես ասում եմ, որ սրանք վարկածներ են, իսկապես վարկային պորտֆել կա, բայց դրա նպատակայնությունը պետք է ստուգվի, դա ես չեմ կարող ասել։ Ուղղակի ենթադրություն։ Վարկային պորտֆել մեծ կա, որը տեսանելի չի առնվազն տեսանելի չի ծախսային մասը, այսինքն հնարավոր է, որ մեկ այլ ֆինանսական օպերացիայի ընթացքի մեջ է, դա համար ես չեմ կարող ասել դա նպատակին է օգտագործվել։ Իսկ Բագրատյան, պետությունը օրինակ պատրաստ է գումարով գնել հեծը։ Կարծում եմ պետք է դա բանակցել սեփականատիրոջ հետ, որպեսզի հասկանալ նախ ինչ գին է որոշված եւ նաեւ գիտեք ցանկացած հաճախ լինում է, որ իրական գինը շատ խաբուսիկ է, այսինքն ինքը կարող է այնքան պարտքեր ունենալ, որ օրինակ թե եթե մի հիմնարկություն արժի $100, բայց $80 պարտք ունի, բնականաբար $20 պետք է գնել, պատկերացրեցիք, այսինքն տարբերությունը ունեցած պարտավորությամբ։ Նաև որպես իրավասու հանձնաժողովի անդամ քննարկում է պետությունը գնել այդ կազմակերպությունը։ Գնելը դրա տարբերակներից մեկն է։ Դա քննարկման ընթացքում է, երբ որ ներկայացվում են խնդիրները, ասենք ֆինանսական կառույցները նաև քննո մարմինը, ասենք հաշվեկնիչ պալատին կարող են հանձնել կամ անկախ աուդիտի հանձնել, միջազգային աուդիտը քննություն անցկացնի եւ բալանսը ներկայացնի հասարակության, ներկայացնի պետության եւ սեփականատիրոջը։ Համաձայն բալանսի, եթե ստացվի, որ բալանսը բացասական է, կարող են արդեն բանակցել գնումների կամ Պարոն Բագրատյան, հիմա ես ուզում եմ հարցնել, երբ որ վարչապետը ասում է շատ արագ պետք է այդ գործընթացը տեղի ունենա, ինչպես է տեղի ունենալու, ինչ է անելու։ Ես կարող եմ ենթադրել, որ այլևս այդ իմ ասած ստուգումները կատարվել են, իրականացվել են։
Այսինքն այն երկու ամսվա ընթացքում կամ 3 ամսվա ընթացքում կամ նույնիսկ դրանից առաջ, որովհետև հնարավոր է ամբողջ գործունեությունը վերլուծվել է եւ կան փաստեր, որոնք հիմքեր են տվել վարչապետին այդ մասին խոսելու բարձրաձայնելու։ Ինչ կազմակերպություն այդ ստուգումները արել, այսինքն դուք Տեսեք, ինչ ինֆորմացիա ունեք, երբ որ նաև օրենսդիր մարմնի բաց աղբյուրներում կայքում դրված են հեծի տվյալները, ինչ վարկեր է ներգրաված, ինչ ծախսեր է արված, ինչ հաշվետվություն է տրված, ինչ հարկեր են վճարել։ Տեսեք, կարծեմ թե այս 2 օրը հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը տուգանեց հեծին։ Այսինքն դա կապված է որոշակի գործառույթների հետ։ Եվ process-ը գնալու դեպքում հասարակությունը ամբողջովին տեսնի իրավիճակը ինչպիսին է հեծի։ Ինչպես է դա արվելու, պարոն Բագրատյան, ես հարցնում եմ ձեզ ինչպես է։ Ասում եմ աուդիտ է արվելու։ Հետո ինչ է լինելու։ Աուդիտի արդյունքները տեսնելու ենք։ Եթե աուդիտի արդյունքում պարզվեց, օրինակ, որ դուք, օրինակ, ձեր բնակարան ունեք, բայց դուք բնակարանի վարկ եք վերցրել, որը արժե 300 միլիոն, բայց ձեր բնակարանն արժե 50 միլիոն։ Հիմա իրավունք ունի բանկացի 50 միլիոնի դիմաց ես ձեր բնակարանը վերցնում եմ։ Բա որ չպարզ։ Չպարզվես չես կարող ես։ Բա ինչպես է վարչապետը պնդում, որ Վարչապետը հավանաբար ունի այդ փաստերը, որ հայտարարում է։ Հավանաբար թե Ենթադրում եմ, ես ինքս չեմ զբաղվել, ինքս ընդհանրապես մենք նայել ենք հաշվետվությունները վերաբերյալ մեր կարծիքները բարձրաձայնել ենք, այդ կարծիքները հավաքագրվել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովում, դրա հիման վրա սկսել են քննություններ իրականացվել։ Այդ ընթացքի քննություններին ես ծանոթ չեմ։ Եվ հիմա դուք խոսում եք ինչ որ սցենարներից։ Ես խոսում եմ, դուք ասում եք հնարավոր է դա անել թե չէ, ես ասում եմ հնարավոր է որ դեպքերում։ Եվ այլ ուրիշ որ դեպքերում է հնարավոր։ Այս դեպքերում, ինչ որ ասեցի։ Այդ միակ դեպքն Այո, պետք է ապացուցված, դե ասեցի, դեռ հարկերի շրջանցումներ լինեն, որ մենք հարկային մարմին չենք որ ստուգենք։ Օրինակ լինում են ստուգումներ, որ 5 տարի առաջվա հարկեր են թաքցված, որոնց հանրագումարը դառնում է շատ լուրջ թիվ։ Որտեղ ուժերը տուգանքը պեկը, միայն պեկն է կարող այդ թվերը մեկնաբանել։ Մենք չունենք այդ փաստերը, ես ինքս չունեմ այդ փաստերը, բայց հնարավոր է որ վարչապետը տիրապետում է այդ փաստերին, որ հայտարարում։ Դու եք այդ անհրաժեշտությունը իրականացնելու, որովհետև ասում են, որ սա ոչ այնքան խնդիրներով է պայմանավորված կամ դժգոհություններով քաղաքացիների, հեծի նկատմամբ, այլ ռուսական ազդեցություն այստեղ նվազեցնելու։ Տեսեք, տարբեր կարծիքներ կարող են լինել։ Այդ կարծիքը նույնպես գոյության իրավունք ունի, բայց ինչու՞ չեք մտածում, որ մենք բոլորս դուք, պարզ քաղաքացիները, արդյոք դուք գոհ եք այս պահին էլեկտրամատակարարման այս որակից։ Քաղաքացիները ջրից էլ դժգոհ են։ Ջրից էլ են դժգոհ, այո, ջրից էլ են դժգոհ։ Չէ, ես ի նկատի ունեմ քաղաքացիների մեծամասնություն, ի նկատի չունեմ ես կամ դուք, ի նկատի ունեմ մեծամասնությունը, այս հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի տիրույթում գտնվող ծառայություններից բոլորից էլ դժգոհ են։ Եվ ջրից, եւ օծանքից, եւ ռուսական ազդեցությունը նվազեցնելու խնդիրը։ Տեսեք, օրինակ պետությունը նման խնդիր չի դնում, որպես կանոն։ Եթե ծառայությունը ճիշտ է իրականացված, պետության համար ի՞նչն է խնդիրը։ Եթե ծառայությունը որակյալ է իրականացվում, դե խնդիր չկա։ Խնդիրը այլ է, որ եթե ռիսկեր ես տեսնում ռազմավարական, տնտեսական ռազմավարական ուղղությունների իմաստով, պետք է բալանսավորես։ Այսինքն խնդիրը պետք է չթողես մնա վերջի կետին։ Օրինակ, եթե հիմա մենք մտածում ենք, օրինակ, ինչ որ մի ընթացքի մեջ հնարավոր է որ մեր գազը ընդհատեն, չէ՞։ Մենք պետք է ունենանք այլ ընտրանք, թե չէ, չպետք է այդ սցենարը գծենք որպես կառավարություն, որ օրինակ թե Իրանից եկած գազի ծավալը ավելացնել, ընդունենք թե։ Բայց չես կարող այլ ընտրանք չունենալ, որովհետև աշխարհը գիտեք խառը վիճակում է, տարածաշրջանը եռում է եւ բոլոր հնարավոր ռիսկերը պիտի իշխանությունը։ Բագրատյան, ես ձեզ ճիշտ հասկացա, որ այս պահին որևէ կոնկրետ սցենար չկա, թե ինչպես է պետականացվելու հեծը։ Ես տեղյակ չեմ այդ մասին, որևէ սցենարից պետականացման եւ պետականացման մասին վերջի խոսակցություններով ես տեղեկացել։ Այսինքն որպես այդպեսին դա որ պիտի պետականացվի, ազգային ժողովում դուք լսեցիք, ես այդ ժամանակ եմ տեղեկացվել այդ մասին, որ նման հնարավոր համարում եք, որ Ռուսաստանից նոր ճակերտավոր փրկիչ կամ որևէ այլ նոր օլիգարխ գա հաշվի առնելով վերջին իրադարձությունները։ Անկախ դրանից ով էլ որ գա, հնարավոր չի ժողովրդի, ես եկել եմ ասել, երբ որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը անիմաստ է այդ իշխանության դեմ պայքարել, որտեղ ժողովրդի դեմ է պայքարում։ Գա, թող իրենք շատ լավ պատրաստվեն, ընդամենը մի քանի ամիս մնաց ընտրությունների, թող շատ լավ պատրաստվեն, ժողովրդին ապացուցեն, որ այս իշխանությունը, տեսեք, այսքան թերություններ ունի, այսքան գործերը
ծրագրացել չի կարողացել անել, մենք պատրաստ ենք դրանք բոլորը անելու շատ ավելի լավ, սա էլ ապացույցներ է։ Թող գան, ներկանան ժողովրդին, ժողովուրդը խել, մեր ժողովուրդը շատ խելացի եւ շատ վերլուծող է։ Իրանք կարող են նայել եւ մեր ծրագիրը եւ իրանց մեզ քննադատեն չարազների համար, կամ այնպես մեղադրեն այնքան համարեն, որ այնքան քիչ է արված, որ ձայն չստանանք։ Չստանանք ցածր թիվ։ Բայց մենք ինչ ենք ասում մեր դիմախոսներին, ասում ենք եկեք ծրագրերով մրցենք, եկեք ավելորդ այս բաները, դրսից մարդ գա կամ ներսից մարդ գա կամ փորձել, չի կարելի այդ բաները։ Մենք դա ներհայաստանյան խնդիրներ կան, որոնք պետքա բոլորս միասին, հանրությունը, մենք բոլորս իրար հետ դեպուս վիճելով, բանավիճելով կրվելով, բայց մենք պիտի լուծենք։ Ձեր դիմախոսները 20 տարի բոլորը չի իհարկե, մեծ մասը ունեցել են ժամանակ ապացուցելու, որ գործ պետք է անեն։ Դե դրա համար ես ասում եմ, ինչի համար, երբ որ վերջի ելույթի ժամանակ մեր դիմախոսները մեզ քննադատում էին վատ աշխատանքի համար, ես ուղղակի պատասխանը հետևյալն է, եթե վատ աշխատանքի համար դուք այդքան ասում եք վատ ենք, բայց դուք ինչքան վատ եք, որ ձեզ չեն ընտրում, ել ընտրում են այս իշխանությանը, պատկերացրեք, այսինքն հետևաբար շանս չունենալով իրենց վարկանիշը բարձրացնել, փորձում են իշխանությանը քննադատելով բարձրացնել։ Դա նորմալ տեխնոլոգիա է եւ թույլատրելի է, բայց պետք է հիմնավորել, չպետք է, գիտեք, ասել թվեր, ասենք թե, տեսեք, հասարակ հարցը դու այսօր էլ քննարկվեց այդ ասին, արտաքին պարտքի մասին խոսակցությունները։ Պարտք պետական պարտք գոյություն ունի, որը մասը արտաքին է, մասը ներքին է։ Ներքին պարտքը որն է, ներքին պարտքը մեր բոլորի գումարներով, վարկերում դրած ավաններով պետությունը այդ պարտքերը գնում է։ Սա ալում է ներքին պարտք։ Դրանք հավասար են 6 միլիարդ, մոտավոր թվեր եմ ասում։ 6 միլիարդ ներքին պարտք, 6 միլիարդ արտաքին պարտք։ Արտաքին պարտքը 10 թվին era 5.5 միլիարդ։ Այսինքն արտաքին պարտքը ընդամենը 500 միլիոնով ավելացա, պատկերացրեցիք, բայց մեր օպոնենտները ներկայացնել, որ տարել է 13 միլիարդ իշխանությունը այդքան պարտք թողում է մերը ուրիշ բան եմ ասում, բայց շարունակություն ասեմ դուք հարցը տվեք։ Երբ որ նույն ժամանակ եթե այդ պարտքը ընդհանուր համարենք ներքին արտաքինը պարտք, այդ պարտքը բաժանենք 3 միլիոնի վրա, յուրաքանչյուրի պարտքը կազմում է $4,000։ Մեր համախառն ներքին արդյունքը, որ բաժանենք մեր բոլորիս վրա, ունենում ենք $8,500։ Հիմա ես ասում եմ այդ $8,500, եթե պետությունը դադարեցնում ես, այդ $8,500 պիտի բաժանեն մեզ, ասել դե ձեր $4,000 վարկը վճարեք։ Այսինքն բալանսը կրկնակի ավել դրական իմաստ ունի։ Ուզում եմ ասել, երբ որ քննադատում են, պետք է դա էլ